Ողջույն բարեկամներ, այսօր կրկին preposition, այսինքն նախդիր պլյուս գոյական, պատրաստում ենք քննություններին, եթե լավ չեք տիրապետում նախդիրներին, սովորեք այս արտահայտությունները, իսկ եթե ցանկանաք ավելին իմանալ, գրեք mail-իս, հղումը նկարագրությունների բաժնում կլինի։ Հիմա on պլյուս գոյական, on time, կարմիրով նշել եմ, որպեսզի ավելի ցայտուն լինի, ավելի լավ մտապահեք եւ ընդգծել եմ այստեղ նայում եք the հոդերը անորոշ թե որոշիչ հոդեր, ինչի հետ է գործածում։ Ուրեմն on time ժամանակին, օրինակ the train arrived on time։ Դուք կարող եք հանդիպել նաև in time, տարբերությունը որն է։ Եթե ասում ենք on time, ճշգրիտ, եթե տրանսպորտը, եթե գնացքը ժամանել է on time, ժամանակին, ասել են ժամը 2-ին, ճիշտ ժամը 2-ին ժամանել է տրանսպորտը։ Իսկ եթե ասեն in time, ասեք հանդիպեցի ընկերներիս in time ժամանակին, այսինքն պայմանավորվել ենք 3-ից 4-ը ենթադրենք հանդիպել, այդ ժամանակա ընթացքում հանդիպեցինք, ճշգրիտ, կոնկրետ, վայրկյան առ վայրկյան ժամ չի ասում, on time-ը ճշգրիտ ժամն է, in time-ը պայմանավորված ժամն է, ժամանակին հանդիպեցինք, ուրեմն on time ճշգրիտ ժամանակին, on schedule ըստ ժամանակացույցի, on the weekend հանգստյան օրերին, ուրեմն շաբաթվա օրերի հետ օգտագործում ենք on, եթե ուշադրություն դարձնեք the, on the weekend, on Monday երկուշաբթի օրը, շաբաթվա օրերի հետ ասացի on a diet, դիետայի վրա լինել, she is on a diet, on the way ճանապարհին, on եւ the որոշիչ հոդով ճանապարհին, օրինակ I am on the way to work, մյուսը on an empty stomach, դատարկ ստամոքսին, սոված փորին, on an, ինչու an եւ ոչ թե որովհետեւ հաջորդ բառը սկսում է ձայնավորով, իսկ եթե ձայնավորով է սկսում բառը, ուրեմն նրան նախորդում է an անորոշ հոդը եւ on a full stomach, կուշտ ստամոքսին, կուշտ ժամանակ, կուշտ փորին։ Այսօրվա համար այսքանը, եթե ավելին կցանկանաք իմանալը, գրեք mail-իս, կպատասխանեմ, բաժանորդագրվեք անգլերեն զրույց եւ դասապատրաստում դասընթացին, հավանեք մեր էջը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Goodbye.